Բեկնազարյան փողոցի քառահարկ առանձնատան վերելակում ողբերգական դեպքը շահագործման կանոնների խախտման հետևանք էր։ Վերելակն աշխատել է առանց դռների, դա պարզել են փրկարարները դեպքի վայրում։ Իսկ մինչև այդ վերելակը չի ենթարկվել որևէ փորձաքննության, որովհետև գործող օրենսդրության փորձաքննությունը պարտադրված է արտադրական եւ հանրային վայրում տեղադրվածների համար։ Տեխնիկական անվտանգության մասնագետները չգիտեն անգամ, թե Բեկնազարյան փողոցի տան վերելակը մարդատար է թե բեռնատար, քանի որ մասնավոր տարածքում նրանք ուսումնասիրություն անցկացնելու իրավունք չունեն։ Մենք այդ տարածք մուտք գործելու դժվար դեպքի տեխնիկական քննություն իրականացնելու իրավունք չունենք։ Հնգամի աղջկա մահվան դեպքը այս տարվա ընթացքում արդեն երկրորդն էր։ Գարնան սկզբին ընկավ Բաշինջաղյան փողոցի բազմաբնակարան շենքերից մեկի վերելակի խցիկը։ Այն պոկվել էր ու գահավիժել 6-րդ հարկից։ Երիտասարդ ուղևորուհին մահացել էր։ Աննախադեպ դեպք էր, այսինքն Խորհրդային Միության տարիներին տեղադրված բոլոր վերելակները, որոնք մինչ այժմ շահագործվում են, եւ այն երկրները, որտեղ շահագործվում են այդ վերելակները, ոչ մի երկրում նմանատիպ դեպք տեղի չէր ունեցել։ Միայն Երևանում շահագործվող մոտ 4300 վերելակների մեծ մասը սովետական արտադրության են։ Դրանց շահագործման ժամկետը 25 տարի է, բայց փորձագետի կարծիքով ճիշտ օգտագործելու դեպքում վերելակները կարող են ավելի երկար ծառայել։ Եթե 25 տարին լրացավ, դա չի նշանակում, որ վերելակը պետք է ապամոնտաժել եւ դրա հետագա շահագործումը դադարեցնել։ Այս տարի հանրային վայրերում ու բազմաբնակարան շենքերում տեղադրված 49 վերելակներին փորձաքննությունը տվել է բացասական եզրակացություն։ Դրանց մեծ մասը պետք է դեն նետել, մի քանիսը դեռ հնարավոր է նորոգել։ Սակայն այս դեպքում էլ խնդիրը պահեստամասերն են։ Հին մոդելների դեպքում դրանք ձեռք բերելը գրեթե անհնար է։ Այդա Կարապետյան, Ավետ Տավյան, ժամը լրատվական։